Հարգելի ստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ։ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ Երիկո։ Տիկին Զորաբյան, սկսենք, թե այս գիրակի ինչ կատարվեց, Շիրակի մարզում փաստորեն, այդպես են, բնութագրում ես գործընթացը, որ Միքայել Սրբազանը լինելով կալանավայրում, կալանքի տակ իր ուժը ցույց տվեց եւ կարողացավ հենց բանդից հաղթել իշխանություններին։ Փաստորեն իր թեմը հրաժարվեց պատարակ մատուցել ու իշխանությունը ստիպված եղել այսպես շրջիկ խումբ իր հետ բերել, ով այդ արարողությունը կիրականացնի, այնտեղ գյումրեցիներն էին, տեսանք մարդիկ են իրենց դժգոհությունները հայտնում։ Տեսեք, անկեղծ ասած, ես պրակատով դագաղ տեսել էի, պրակատով իշավոտնուկ տեսել էի, պրակատով քելեխի սերվիս տեսել էի, բայց պրակատով արենդայով քահանա առաջին անգամ մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված է իր հետ արենդայով վերցրած քահանաներ տանել, որովհետև ի պատիվ Շիրակի թեմը հրաժարվեց անցկացնել պատարակ, որտեղ Նիկոլը պարտադրում էր, որ պետք է զեղչվի վեհափառի եւ զեղչվի Շիրակի թեմի առաջնորդի անունը։ Գիտեք, սա աբսուրդ է։ Այս մարդը հատել է բոլոր Օվերտոնի պատուհանները։ Հիմա էլ նախորդին հայտարարում է, որ եկեղեցիներում պիտի դրվի պետական դրոշը եւ միջև պատարակը պիտի հնչի օրհներքը։ Սա գիտեք ինչի անում, որ հաջորդ քայլը, որ եկեղեցին հիմնվել է պետության կողմից։ Ինքը ստում է, եկեղեցին պետության կողմից չի հիմնվել, Թեոդոս եւ Բարդուղիմեոս առաքյալների կողմից է հիմնվել 301 թվականին, իրան կրոնական լիգբեզ անողները, ուղղակիորեն տգետ են, այլապես այն հոգեվորականները, ովքեր Նիկոլին կրոնական լիգբեզ են անում, դի հասկանային, որ 301 թվականին հայ առաքելական եկեղեցին հիմնել են երկու առաքյալներ, Թեոդոսը եւ Բարդուղիմեոսը։ Ինչ վերաբերում է իր այս նյուհաուներին, որ պիտի հնչի պատարակից առաջ հիմնը, պիտի դրոշը տեղադրվի, չեմ բացառում, որ ինչ որ ժամանակ հետո անգամ ասի, որ իմ նկարը պիտի տեղադրվի հայ առաքելական բոլոր եկեղեցիներով, մենք տեսնում ենք այս նույնական process-ն է, ինչ որ տեղի է ունեցել եւ շարունակում է տեղի ունենալ Ուկրաինայում էլ մտան Զելենսկու համախոհները, տերոր սարքեցին ուկրաինական եկեղեցիներում, պարտադրեցին տեղադրել դրոշը, պարտադրեցին պատարակները սկսել Ուկրաինայի հիմնով։ Սա նույն ձեռագիրն է, գլոբալիստական այս նույն ձեռագիրն է եւ ընդամենը Նիկոլ Փաշինյանը դաբլում է, պատճենահանում է այն, ինչ իրեն պարտադրում է պարտադրում են աշխարհաքաղաքական իր կուրատորները։ Բացի եկեղեցուց նաև քանի որ հայտարարությունների անդրադարձակ հիմա էլ Մեսրոպ Մաշտոցի վերաբերյալ է հայտարարություններ անում, տարօրինակ, անցել է մեր պատմական, գիտեք, երբ որ մարդը պարապ է լինում, երբ որ մարդը չի որոշում Հայաստանի հետ կապված որևէ խնդիր, այլ կատարում է այն որոշումները, որոնք թելադրվում են արտաքին աշխարհից, արևմուտքից, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, պարապությունը բերում է նրան, որ մարդ սկսում է զբաղվել ինչով ասես։ Հիմա էլ հայտարարում է, որ Մեսրոպ Մաշտոցը կրոնավոր դառնալուց առաջ պետական գործիչ է եղել, շատերի մոտ այս ինչ որ վախ եւ տագնապ է առաջացրել, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դառնալ հաջորդ կաթողիկոսը։ Գիտեք, սա իհարկե զավեշտ է, բայց տեսնելով թե այդ մարդը ինչքան զավեշտ, ինչքան անհնարին աբսուրդներ է կիրառել, էքսպերիմենտներ արել, այո, մեր երկրի վրա, ես որևէ բան չեմ բացառում, որ ինքը հավակնում է ընդհուպ, թվում է աբսուրդ, բայց իր դեպքում որևէ աբսուրդ բացառել հնարավոր չէ։ Մի օր էլ կարող ասի վեհապարին հանում ենք, ես ինքս կլինեմ տեղապահը, միջև հոգևոր խորհուրդը, եկեղեցական ժողովը ընտրի վեհապար։ Իր դեպքում ցանկացած աբսուրդ հնարավոր է եւ քանի որ ինքը պարապ է, որովհետեւ Հայաստանի ներքին
ներքին արտաքին օրակարգի հետ կապված որևէ խնդիր ինքը որոշելու լիազորություն չունի, որոշում են իրան ընդամենը մեյլով, նամակով կամ WhatsApp-ով ուղարկում են, որ ինքը կատարի, ահա մենք տեսնում ենք ամեն առավոտյա իր աբսուրդները մեկը մյուսի հետևից։ Իրեն ուղարկում են դրսից, ինքն էլ էստեղ իր թիմակիցներին։ Միանշանակ, հա, իրան SMS են անում դրսից, ինքն էլ իր թիմակիցներին է վերա SMS անում այդ բոլոր աբսուրդագույն որոշումները, բայց քանի որ նաև տեղի էր ունեցել հերթական բռնությունը ընդդիմադիր հանրային գործիչ Միհրան Հակոբյանի հանդեպ, ես ուզում եմ դրան եւս անդրադառնալ, որովհետեւ Հայաստանում բռնապետությունը այլևս մետաստազների նման տարածված է ամբողջ պետական համակարգում, ամենաթողություն է ամենուր, այնքան ամենաթողություն, որ դալմամոլի ավտոկայանատեղիում կամերաների աչքի առաջ, այո, ընդամենը մի քանի քայլ քնչականից հեռու բռնության է ենթարկվում հանրային գործիչ Միհրան Հակոբյանը, ակնհայտ է, որ սա ծայր քաղաքական է եւ այն կանխատեսումը, որ ունենք մեզանից շատերը, որ ընտրական process-ին ընթരാճ դիմահար գնդակահարելու են ընդդիմադիր գործիչների, տանելու են, ընդհուպ առանց որևէ մեղադրանքի կալանավորելու են, կարծես թե միսու արյուն աստանում եւ այս ամենը սկսվեց այն պահից, երբ որ դատարանի դահլիճումի աչքի առջև մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, իսկ Եվրոյոնջաները Նիկոլի ասած Եվրոյոնջաները ոչ միայն որևէ կերպ տեղի ունեցածը չդատապարտեցին, այլև ամեն օր ամեն ժամ քարտ բլանշ են տալիս Նիկոլին, ահա այսպես հաշվեհարդարներ տեսնել իր քաղաքական հակառակորդների հետ։ Ինքն էլ գրառում արել, եթե տեսել եք, այո, ինչ որ գրառում արել Հայաստանում։ Դե հիմա Նիկոլ, որ Միհրանի հետ կապված գրառում ես արել, որ բռնությունը տեղ չունի Հայաստանում, ես որքան տեղեկացված եմ, այդ անձիկ դիմակավորված, ովքեր դուրս են եկել մեքենաներից, տեսախցիկները ֆիքսել են թե մեքենաների համարանիշները, թե ամեն ինչ։ Հիմա տեսնանք այդ դեպքը կբացահայտվի, թե ոչ թե Էդգար Ղազարյանի ծեծի նման, երբ որ Էդգարը ամեն ինչ անգամ տեսախցիկների հետ կապված ներկայացրել էր քնչական մարմիններին, առ այս պահը որևէ մեկը բացահայտված չի, բայց մի հատ հերավոր գյուղում նստած քաղաքացի մի հատ գրառում անի իշխանության քինքին ոչ հաջող, գալիս եք 10 րոպե հետո բացահայտում եք, բռնում եք եւ տանում եք քնչական կոմիտե, ինչպես 3 երեխաներ ունեցող մորը տարել էին քնչական կոմիտե գրառման համար եւ ինչպես ընդդիմադիր մի ակտիվիստի կանչել են Արարատի քնչական կոմիտե Թորգոմին Տեր Մկրտչյան ընդամենը նրա համար, որ Թորգոմը լայքել է, ուշադրություն լայքել է, ինչ որ մեկի Facebook-յան գրառումը, որտեղ քնչական կոմիտեն բռնություն է տեսել իշխանության հանդեպ լայքի համար, ուշադրություն լայքի համար, մարդուն կանչել են քնչական կոմիտե, ասել են դու լայքել ես, այս գրառումը նշանակում է դու կիսում ես այս գրառման քաղաքական եւ իրավական պատասխանատվությունը։ Տիկին Զոհրաբյան, սրան զուգահեռ տեսնում ենք, որ օրինակ արդարադատություն իրականացնող մարմինների ղեկավարները նույն նախարարը վստահեցնում է, ասում է, որ Հայաստանում քաղբանտարկյալ առհասարակ չկա, յուրաքանչյուրը ըստ իր պատժի, ըստ իր մեղադրանքի պատիժը կրում։ Տեսեք, նախ որ Հայաստանում քաղբանտարկյալ կա, այդ բնականաբար արդարադատության նախարարը չի որոշում եւ ինքը բնականաբար պիտի ասի, որ չկա։ Նույն Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, նույն եվրոպական բազմաթիվ կառույցներ, ինչքան էլ տոլերանտ են Նիկոլյան ռեժիմի հանդեպ, քանիցս արձանագրել են Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը, քանիցս արձանագրել են դատական համակարգում քաղաքական պրեսինգով որոշումներ կայացնելու առկայությունը, քանիցս արձանագրել են դատական համակարգի իշխանությունից կախյալ լինելու փաստը։ Այս նույն արդարադատության նախարարը, երբ որ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում Միքայել Սրբազանը եւ անգամ քրեակատարողականի բժշկական անձնակազմն է գրություն տվել փաստաբաններին, որ այո նա
վիրահատության կարիք ունի, երեք հայտարարում էր, որ Միքայել Սրբազանը չունի այնպիսի հրատապ առողջական խնդիրներ, որ անհրաժեշտ է վիրահատության։ Այն դեպքում, երբ իր ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկը փաստաբաններին փոխանցել է եզրակացություն, որտեղ իհարկե փաստաբանները հիվանդության հատվածները ծածկել են, բայց ես գիտեմ, թե ինչ ծանր վիճակում եւ ինչ ախտորոշում ունի Միքայել Սրբազանը եւ ըստ էության թույլ չեն տալիս, որ Սրբազանը վիրահատվի այն կլինիկայում, որի բժիշկներին վստահում է եւ որոնք մշտապես իր առողջության դինամիկան ուրեմն հետևել են եւ նրանց հսկողության տակ եղել։ Սա դիքի ծորապեն արդյոք մարդու հենց այսպես խոշտանգում չէ, երբ որ տեսնում ես նա այսպեսի խնդիրներ ունի լուրջ առողջական կյանքին վտանգ է սպառնում, բայց աչքես փակում ու շարունակում ես այդ պայմաններում պահել։ Իհարկե սա խոշտանգում է, նույն Բակրատ Սրբազանը շատ լուրջ առողջական խնդիր ունի, նրա շաքարը երբեմն հասնում է մինչև 20, արդեն նշեցի Միքայել Սրբազանը քաղցկեղ ունի, ես չգիտեմ իրանք ուզում են, որ դա բարձրաձայնվի թե ոչ, բայց ես դա բարձրաձայնում եմ եւ այդպիսի լրջագույն խնդիրներ ունեցող սրբազանների մարդկանց պահել կալանքի տակ դա խոշտանգում է եւ այդ խոշտանգումը արգելված է միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով, ինչի տակ ստորագրել է նաեւ Հայաստանը, բայց մենք տեսնում ենք, որ նույն միջազգային կառույցները Եվրոպայի խորհրդի խոշտանգումների դեմ հանձնաժողովը, ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովները եւ միջազգային այն կառույցները, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնում Հայաստանում, թքած ունեն դրա վրա։ Չզարմանաք, որ վաղը կամ մյուս օրը Միքայել կամ Բակրատ Սրբազանները մահանան քրեակատարողական հիմնարկներում եւ եվրոյոնջաները շարունակեն լռել։ Ո՞վ է պատասխանատվությունը կրելու դրա համար։ Ես պատասխանատվությունը, քաղաքական պատասխանատվությունը իշխանությանն է, բայց բնականաբար իրանք որևէ պատասխանատվություն չեն կրելու, ինչպես որևէ պատասխանատվություն չկրեցին Արմեն Գրիգորյանի դեպքում։ Ավելին, խամերին հենված դատավորը մի հատ գրառում էր արել, ասել էր ես ինչ արել եմ ճիշտ եմ արել, ես ոչ մի պրոբլեմ չունեմ, Արուսյակ, չգիտեմ ինչան անուն ազգանունով, որը հետագայում ինքը կանգնեց մեղադրյալի աթոռին, բայց ոչ Արմենի համար, նա Արմենի համար դեռ կանգնելու է մեղադրյալի աթոռին, ինչ-ինչ կոռուպցիոն գործարքների համար։ Տիկի Զորաբյան, ուզում էի մեկ հայտարարության անդրադառնալ, այսպես որը շատ քննարկվեց, խոսքը ԿՊԱ-ական պատգամավոր Ռիփսիմե Հունանյանի հայտարարության մասին է, գերիների հետ կապված, քանի որ դուք շատ եք խոսում գերիների հետ կապված, նա այսպեսի հարցեր բարձրացնում, ասում էր ով է իրենց ասել, որ գնան հանձնվեն, Փաշինյանը իբրև ինքնաթիռ է ուղարկել, որ իրենք վերադառնան, բայց ինքնակամ հանձնվել են, ու այսպեսի տարօրինակ հայտարարություններ էր հնչեցնում։ Տեսեք, ես աշխատում եմ որևէ ԿՊԱ-ականի խոսք չլսել, որտեղ այնտեղ adekvat խոսույթ չկա, բայց զարհուրելի էր կին падգամավորի իդեպ ով կրթություն չունի, ամեն անգամ դա պիտի արձանագրեն, կրթություն չունի, բայց գլխավորում է կարևորագույն առանցքային հանձնաժողովներից մեկ առողջապահության հանձնաժողովը եւ այդ կինը հեգնանքով խոսում է, ասում է ռազմագերիներին ով էր ասում նկատի ունենալով Արցախի քաղաքական էլիտային, իրանք գնացել կամովին հանձնվել են եւ բնականաբար վկայակոչում է այդտեղ Դավիթ Բաբայանին, մենք գիտենք, որ Դավիթը ինքն է գնացել կամովին հանձնվել, գիտեք ինչքան պիտի կինը կարեկցանք, էմպաթիա չունենա, ինչքան պիտի իր կողքին գոնե մի գրագետ մարդ գտնված չլինի, որ այդ կնոջը փոխանցի, որ Դավիթ Բաբայանը գնացել անձամբ գերի է հանձնվել իր մեքենայով նստել, գնացել Շուշի գերի է հանձնվել, որովհետև ադրբեջանական վիժվածքները Դավիթին սպառնացել էին, որ իր որդուն կգերեվարեն եւ անգամ Դավիթին սպառնացել էին, որ նա չփորձի ինքնասպան լինել։ Ես չգիտեմ այդ կինը երեխա ունի թե չէ, բայց որ այդ կինը ապրումակցումից ամեն ինչից որ զուր կա դա հասկացել ենք, բայց որ տարրական կարեկցանքից, տարրական ապրումակցումից զուր կա եւ ինչ ասեմ, նույնիսկ տեղյակ չի,
թե այդ մարդիկ նույն Արցախի քաղաքական էլիտան, որոնք հնարավորություն ունեին դուրս գային միջև Արցախի հայաթափումը կամ հայաթափման օրերին, մնացել են, հրաժարվել են, որովհետև հակարի կամրջող դեռևս վերջին արցախցին դուրս չէր եկելու։ Պատկերացնում եք այսպիսի մարդիկ, ովքեր ոչ միայն գրագիտության, ոչ միայն ինտելեկտի հետ լրջագույն խնդիրներ ունեն, այսպիսի մարդիկ այսօր Հայաստան են ներկայացնում, սա ողբ է, սա համազգային ողբ է, սրանց տգիտության, սրանց անմարդկայնության, սրանց էմպաթիա չունենալու աստիճանը հասկանում եք։ Բայց բացի դա, քանի անգամ է եղել, երբ է եղել, որ Նիկոլ Փաշինյանը ինքնաթիռ ուղարկել։ Նախ ես դերեկ դիմել եմ Նիկոլ Փաշինյանին եւ ուղակի նորից եմ դիմում, որ Նիկոլ Փաշինյանը հաստատի կամ հերքի իր հանձնաժողովի նախագահ կրթություն չունեցող կնոջ պնդումը, որ Նիկոլ Փաշինյանը մեր գերիների հետևից, Արցախի քաղաքական էլիտայի հետևից ինքնաթիռ ուղղաթիռ ուղարկել եւ նրանք հրաժարվել են գալ։ Սա լրջագույն հայտարարություն է։ Եթե իսկապես նման բան եղել է, ես սպասում եմ պաշտոնական պարզաբանման։ Հասկանում եք, սրանք ինչ ուզում ասում են, ոնց ուզում ասում են, վստահ լինելով, որ իրանց էլեկտորատը հեռավոր գյուղերում ընդամենը հմեկ նայողն է, որը պետք է ասի, բա էլ ինչ ա եղել, որ Ստեփանակերտ ուղղաթիռ ա ուղարկել Նիկոլը, այս Արցախի էլիտան չի եկել, ասելա, չէ, չենք ուզում Նիկոլ ուղղաթիռը թող ֆրա հետ գնա, մենք գնում ենք Բաքվում Ալիևին գերի ենք հանձնվում եւ այդ սեգմենտը ցավոք սրտի էս ինչ ասեմ տգիտությանը էս զառանցանքին հավատալու է, հասկանում եք, նախորդին լսում եմ մեկ այլ քպեական падգամավոր Լուլու մի հատ պատկերացրեք դեմքը եւ ինչ ասում է կինը, երբ որ ասում են ԱԱԾ-ն միջամտում է եկեղեցու գործերին, ասում է ԱԱԾ-ն վաղուց պիտի օգտագործեր իր ռեսուրսը եկեղեցու դեմ, որպիսի հայ առաքելական եկեղեցին չխանգարի խաղաղության գործընթացին։ Հիմա հիշեցիք իր ասածը, հիմա լսեք, ցիտում եմ Ալաշուքյուր Փաշազադեին, հայ առաքելական եկեղեցին խանգարում է խաղաղության գործընթացին եւ հայ առաքելական եկեղեցին իր ժողովրդին ներքաշում է աղետների ու վտանգների մեջ։ Հիմա ասեք Լուլուի եւ Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարության մեջ, որ հայ առաքելական եկեղեցին խանգարում է խաղաղության գործընթացին, որևէ բառի կետադրական նշանի տարբերություն կա թե չէ։ Հիմա ինչ անենք, այս կնոջը առաջարկենք, որ գնա եւ աշխատի Ալաշուքյուր Փաշազադեի մամուլի խոսնակ, որտեղ ինքը բառացի կրկնեց այն, ինչ ասել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդը։ Պատահական համընկնում էր, թե ոչ, իհարկե ոչ, այստեղ ոչինչ պատահական չկա։ Ամեն ինչ իրենք, որովհետև իրենք, ես ասեցի, Նիկոլի պարապ ժամանակը ինչից է, Նիկոլի պարապ ժամանակը նրանից է, որ իրեն տրված չէ իրավասություն իրականացնել որևէ գործընթաց, իր փոխարեն որոշումները կայացնում են, ինքն էլ իրականացնում է։ Հիմա մի քանի օր առաջ Բաքվում տեղի ունեցավ մշակութային ժառանգության եւ վերադարձի իրավունքի հարցերով համաժողով, որի ժամանակ Ալիևը կոչ արեց միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ հայերի եւ Հայաստանի կողմից կատարված հանցագործություններին եւ Ալիևը դիմեց միջազգային հանրությանը կոչ անելով աջակցել Ադրբեջանին միջազգային բոլոր հարթակներում, որ Հայաստանի հանդեպ կոնկրետ պատժամիջոցներ իրարվեն։ Հայցերն ենք հետ վերադարձնում։ Այո, մենք էլ հայցերն ենք վերադարձնում։ Հիմա ինձ ասեք, որ նա այստեղ խաղաղության օրակարգ կրկնում եմ, մշակութային ժառանգության վերադարձի հարցերով համաժողովում Ալիևը դիմեց միջազգային հանրությանը, ասեց կոչ եմ անում միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ հայերի Հայաստանի կատարած հանցագործություններին եւ աջակցել, աղերսեց միջազգային հանրության, աջակցեք մեզ, որ միջազգային հարթակներում պատժենք Հայաստանին։ Եթե այստեղ կա խաղաղության օրակարգ, եթե Ալիևի այդ ելույթը, որը ծայրից ծայր ատելության խոսք էր, ծայրից
ծայր սպառնալիք էր Հայաստանի հանդեպ, որ մենք հասնելու ենք միջազգային հանրության աջակցությամբ, որ Հայաստանը միջազգային ատյաններում պիտի պատժվի, եթե սա խաղաղության օրակարգ է, ուրեմն ես ինչ ասեմ, Ալիևա-Նիկոլյան խաղաղության օրակարգը դա ատելությունն է, դա ռազմատենչ հայտարարություններն են, դա խոշտանգվող ռազմագերիներն են եւ դա միջազգային հանրության ուղղված կոչն է պատժել ռազմատենչ եւ ռազմական հանցագործ Հայաստանին։ Շնորհակալ եմ ձեզ Տիկին Զարաբյան զրույցի համար։ Հարգելի օգտատիտողներ, ես հիշեցնեմ, որ զրուցում էինք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ, կհանդիպենք առաջիկայում։